Ես իրոք ստե հանգստանում։ Սենց, դատարկ բան չունեմ։ Սա լրիվ սենց գործիք հա։ Ամեն ինչ իմ ցեք հավասակեմ, էլի։ Ինչ կաշխատած եմ, միշտ տված եմ ստիպեների։ Այսօր ինձ ամեն ինչ ունեմ։ Դա կապ չունի։ Ճիշտ է, խոխա չկա փոխանցին։ Բայց դիպեն չկա, որ ես ասեմ, өзիմ չկարիմ, չսարքիմ, սաղ։ Մանը կելիս վոմ իմ մարդ չարիք վոմ զնոտ խոսը։ Ես դի խոսող չում։ Ես կարող ժամերամ նստի, իպենավ զբաղվեին, ես դի խոսուսունցանող չում։ Մայիսն ավը սկսում ապրծավ, ալ անջատում չի։ Դե անջատել տող չկա, չտան անջատվի։ Կապանից Գեղավանք ճանապարհը շաբաթը 3 օր մայիսի ու մարտի խոսք ու ծիծաղով է լցվում։ Իրենց գյուղում խանութ չկա։ Նե ձուկաբորնում, նայ, կանգնած ձուկաբորնում։ Իրենցից բացի այլ մշտական բնակիչ էլ չկա։ Ներքևում ձուկա։ Տուն հասնելուն պես ամեն մեկն իր գործին է անցնում։ Մարջիկն առևտուրն է դասավորում, մայիսը գնում ճտերին, մեղուներին է նայում, ստուգում։ Գդու։ Ճիպա։ Ագդու։ Երացկույս սենա նստած։ Դու ճիշտեմ չին։ Սե յուրեմ չինը։ Իգնա թողսա նստած ստե։ Թոշակը թողնում են մեծ ծախսերի համար, իսկ իրենց ստեղծածը հնդկահավիձուն հատը 70 դրամով, մեղրի կիլոգրամը 4000 դրամով, վաճառում օրվա ծախսերն են հոգում։ Հոտը հուն է։ Հունի ջրադա է։ Եթե հոտը իրան զգում եք արդեն հունի հոտը։ Պատրաստանա հումքը վլստում արդեն արաղնակ է։ Սրանք լրիվ հուն է, այս բանկաները ինչ որ տեսնում եք։ Սաստի փակում եք իրեսը պեսուկավանում, որպեսզի ինքը չհասունանա։ Սա մոշնա։ Բերք ու բարիքը Մարջիկն է հավաքում, պահեստավորում։ Մայիսը ամեն գարնանը սիրելի խմիչքը, օղին է թորում։ Ամուսիններով այսպես ստեղծում են, հավաքում, պահեստավորում, ձմռանը նեղության չեն մնում։ Կամպոտա, թթույա, հեսա, սեստի։ Ամեն ինչը մր տանեննա։ Ճուվա, մր կարտոշկանա, մր ամեն ինչ։ Ստի, պահեստավորում եք սիրուն։ Ձմռն էլ մեզ հետ հանգիստ ապրում։ Երբ ձմռանը Գեղավանքի ճանապարհը փակվում է, ամուսինները հացի խնդիր չեն ունենում, կամ չորացրած լավաշն են թրջում, կամ էլ իրենք են հաց թխում։ Գեղավանքը Քաջարանի գյուղերից է, կողքով Գեղի գետն է հոսում։ Հիմնական ճանապարհից բարակ երակ է թեքվում։ Մի քանի տուն է նշմարվում, ու այդքանով գյուղը վերջանում է։ Մի 2, 3, 4, 5, 6 օջախ կաստը։ Ձմռնը ես ու Մարջիկն եք, ուրիշ ոչ շմինը։ Մայիսը Կապանում է ծնվել, Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել ու ոտքը կորցրել։ Ես պրոթեզամ, տեսած չեն է։ Ես տաս իմ ոտս կավեջ։ Բայց ես հազնում չում։ Պետք է աշխատիմ, պետք է անիմ, պետք է ստեղծիմ։ 90-ականներին Մայիսի եղբայրն էր Գեղավանք տեղափոխվել։ Եղբոր մահից հետո 2004-ին Մայիսը եկավ ու եղբոր տան կողքին իր տունը սարքեց։ Այդ պատերազմի ցահագին ինձ ստրեսները լա, վատում լա։ Ես որ եկալ եմ ստե 7 տարի մինակ ապրալ եմ։ Ես նորմալ այդ դեղերից ազատվել եմ։ Ոստի կամած ստեղծա իմ ամեն ինչ, ստե ոչ շիմպել լեշ չի։ Սա պատերալ է, ուղղակի պատեր։ Ես ինչ որած եմ ես եմ սարկած։ Մարջիկը Մայիսի 3-րդ կինն է։ Մայիսը Մարջիկի 2-րդ ամուսինը։ 3 տարի է ինչ ամուսնացել են։ Դե պերամ ստե ցույց տվա պայմանները, որ ստեմ ապրում, ինչ կան, հունցա։
Եկալ է ինքը տեսալ է, որ հնարավոր է ապրած, էլի։ Ես ժամանակ երազում եմ այսի մի հատ sense փոքրիկ տուն լինի, մեջն ապրես, ու քո սեփականը լինի, ուրիշինի չլինի։ Միակ երազանքս է թե ինձ մի հատ անկյուն ունենայի սեփական։ Մարտիկը 62 տարեկան է, Մայիսը 66։ Ամուսինները միասին 7 երեխա ունեն։ Մարտիկը 5 աղջիկ, Մայիսը 2 տղա։ Ես իր հետ միշտ գնում եմ իր գոհետ օգնում։ Այս գործ արա, այն գործ արա, այս մեկ արա, ինքը իմ գործը չի կարարի երբեք։ Ես իրան կարամ անեմ, բայց ինքը ինձ չի կարարի։ Մարտիկարիստեմ, այլ թող մի քիչ հանգստանամ ես ասում եմ, չի արի, առանց քեզ ես չեմ գալու, չգիտես։ Մեղրը ծախալը է մաշինը առա։ Սանք մայրանոսներ է կոչում։ Ստը մուկ ածելնի, մայրը մի ռամկա է կտունում, մայրը ստեղծում, ասիկ մզպեց կանդով ինչ-որ պիտի ընտանիք փոխիկ, ստեից մարը երեքոնում տանում դեղ ընտանիք փոխ։ Սա ընթացքում արանքները փակում եք։ Սա որ ձվարկած է, դրան եմ նայում։ Միջև որտեղ կա ձվարկության բան, դրա համար եմ նայում։ Գեղավան կասվածը հենց Մայիսն ու Մարտիկն են։ Իրենց ձեռքերով են ստեղծել բոլոր հարմարությունները։ Զբաղմունք շատ ունեն։ Հենց մեկից օգնում են, անցնում են մյուսին։ Միասին ցանում են, հավաքում, մշակում ու վայելում կյանքը։ Բայց ոչ պենչ պետք, ոչ մի հանգիստ կյանք հա պետք, մր հանգիստ կյանք հապում։ Ո՞տ է գեղավակը։ Վայ, սես արավ կտե։